Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վետայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև on-line տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղի եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Facebook-յան ալիքներում, Одноклассникում, Կոնտակտում, Տելեգրամյան ալիքներում գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Ինչի մասին եմ ցանկանում այժմ ձեզ հետ ես սիրելիներս զրուցել։ Ցանկանում եմ խոսել տոհմական ժառանգության մասին։ Դա ոչ թե ֆինանսական ժառանգության մասին է, հարստություն գիտելու, հարստություն տալու մասին է կամ թագարակը աղքատություն ժառանգելու ձեր հարազատին, ոչ թե խոսում եմ առողջական ժառանգության մասին, որովհետև նաև մեր մեծերը, մեր տոհմի ներկայացուցիչները իրենք առողջական խնդիրներ ունեն, ժառանգական առողջական խնդիրներ, որոնք նույնպես իրենք ժառանգում են իրենց տոհմին։ Ես այստեղ խոսում եմ ձեռքբերովի բացասական տոհմական ժառանգության մասին։ Գիտեք ինչ, սիրելիներս, մեզանից յուրաքանչյուրի համար տոհմը շատ կարևոր բան է, շատ կարևոր։ Շատ դեպքերում էքստրասենսները համարում են, որ ճիշտ է մարդիկ ունեն երկրնային հրեշտակներ, աստվածային հրեշտակներ, ովքեր որ անընդհատ մեզ պաշտպանում են։ Բացի այդ երկրնային հրեշտակներից կան նաև երկրային հրեշտակներ։ Դրանք մեր տոհմի ներկայացուցիչներ են, ովքեր որ ամեն ձևով ցանկանում են մեզանից յուրաքանչյուրի պաշտպանել, որպեսզի դուք կարողանաք այս կյանքի ժամանակահատվածը, ինչ որ Աստծո կողմից տրված է ձեզ, դա կարողանաք հեշտությամբ ապրել, ճիշտ ուղղությամբ գնալ։ Եվ մեզ համար, մեզանից յուրաքանչյուրի համար տոհմը շատ կարևոր է, բայց տոհմը պարտավոր է իր հարազատի համար, իր սերունդի համար լավ տոհմական ժառանգություն թողնի։ Շատ դեպքերում մարդիկ չեն հասկանում, թե սա ես ինչու մասին եմ խոսում։ Երբ որ մարդիկ գալիս են ինձ մոտ, երբ որ ես մարդկանց նայում եմ, իրանց հետ աշխատում եմ, ես տեսնում եմ, որ այդ մարդիկ ունեն խնդիրներ, բայց այդ խնդիրները ոչ թե անհատական, իրենց մեղքն է, իրենց մեղքի պատճառով է, այդ խնդիրները ոչ թե այդ մարդկանց սխալ գործողությունների պատճառով է, ոչ թե որևէ մեկը այդ մարդու վրա բացասական նեգատիվ գործողություն է կատարել, դրա պատճառով է, ոչ, սիրելիներս, ուղղակի այդ մարդուն ժառանգություն է հասել իր տոհմի բացասական էներգետիկան։ Դա էզոտերիկները հանվանում են տոհմական անեսք։ Ինչպես ես ձեզ բացատրեմ, սիրելիներս, տոհմը դա ոնց որ տոհմածառը դա ոնց որ իրոք բնական ծառ լինի։ Տոհմը դա արմատներն է։ Մենք այդ ծառի բունն ենք։ Մեր զավակները, մեր երեխաները, մեր թոռնիկները այդ ծառի ճյուղերն են, այդ ծառի տերևներն են, այդ ծառի պտուղն են։ Եթե տոհմը կեղտոտ էներգիա ունի, եթե տոհմը անեծքի տակ է, հիմնականում անեծքի պատճառով է տոհմը ունենում կեղտոտ բացասական ճահիճ էներգիա, այդ ծառի բունը չի աճում, այդ ծառի ճյուղերը չեն աճում, այդ ծառի տերևները թափ, այդ ծառը ընդհանրապես պտուղ չի տալիս։ Դրա համար գիտեք ինչն է ասում եւ Աստվածաշունչը եւ ուրիշ աստվածային հոգեվոր գրքեր եւ ուսումներ դու կատարած գործի համար, յուրաքանչյուր գործի համար պատասխան է տալիս իր սերունդը, մինչև 9
որդի, 9 սերունդ։ Մարդը պատասխան է տալիս եւ լավ կատարած գործերի համար եւ վատ կատարած գործերի համար։ Լավ կատարած գործերի համար, եթե ազգը լավ է ապրել, բարի է եղել, բարի գործ է եղել, կող չի եղել, ավազակ չի եղել, թալանչի չի եղել, զեղծարար, զբարդոն չի եղել, ինքը մենակ լավ է ընդեղ ինքը ձերով լավն է եղել, տվյալ մարդիկ իրենց տոմին տալիս են բարի էներգետիկա։ Այդ զարգանում տոմը աճում է, այդ տոմը բարգավաճում է, իրենք, գիտեք ինչ, անհնդատ այդ տոմը խնդիրներ չեն ունենում, իրենք վայելում են, իրենք այս կյանքի մեջ ապրում են Աստծո տված բարիքներից, ուրախանում են, օգտվում են։ Իսկ եթե տոմը ընդհակառակը հբարդ է, կեղծ է, զբարդող է, կաշարակեր է, թմրամոլ է, թմրանյութեր վաճառող է, ալկոհոլ վաճառող է, մալկաբիղծ է, բռնաբարող է, ուրիշի հարստությունը տարողն է, ինչքան հանցագործություն կա այդ մարդը ազգը կատարել է, ինքը դա փոխանցում է իր սերունդին եւ իր սերունդը մահանում է, որովհետեւ ինչ տոմհական ծառից, արմատներից սնունդ չի ստանում, թույն է գալիս, թույնով ճյուղերը չեն ծաղկի, բդուղ չի լինի, շատ դեպքերում տեսնում են, որ այդ տան մեջ երեխա չի ծնվում, որովհետև ազգը արդեն կակնած է վերացման առաջ։ Տիեզերքը ամենամեծ դատավորն է։ Կարող է մարդը դատավորին կաշառք տա, հանցակից դուրս գա, ինք այս 50 տարի վայել է իր կատարած սխալ գործողությունները, բայց Աստվածային ուժերը իրենք երկնային դատավորի նման չեն, երկրային կաշառք չեն վերցնում, իրենք ձեր կատարած յուրաքանչյուր հանցանքի համար եւ ձեզ են պատժում եւ ձեր սերունդին չեն թողնում, որ ձեր սերունդը առաջ գնա, նման սերունդը դատարում է, Լենինի սերունդը չկա, Ստալինի սերունդը չկա, Հիտլերի սերունդը չկա, ինչքան հանցագործներ կան, իրենք չկան, իրենց սերունդը չկա, եւ շատ նման սերունդներ կան, որ վերանում են, ապրում է այն սերունդը, ով բարի է, ով բարեգործ է, ով մարդկային է։ Ճիշտ է, հնարավոր է այս բառերը ձեզ համար տարօրինակ թվա, որովհետև դուք տեսնում եք, որ գողանում են, թալանում են, ոչ գողանալով, թալանելով, իրենք առաջ չեն գնա, իրենք ամեն մեկը Աստծո առաջ պատասխան են տալիս։ Ինչն է պատճառը, որ շատ դեպքերում մարդկանց, որ նայում եմ տան մեջ տարբեր երեխաներ կան, ամեն մեկի էներգետիկան ուրիշ է։ Դա դրանից է, սիրելիներս, որ երբ որ ծնվում է առաջի երեխան ժառանգաբար ստանում է հայրական ազգի էներգետիկան, եւ բացասական, եւ դրական։ Երկրորդ երեխան ստանում է մայրական ազգի էներգետիկան, եւ դրական, եւ բացասական։ Երրորդ երեխան ինքը ծնվում է ազատ, ինքը կարող է եւ որոշում կատարել վերցնի մայրական, վերցնի հայրական էներգետիկան, նաեւ կարող է չվերցնել ոչ մեկի էներգետիկան, ինքը իր համար ստեղծի իր տոհմածառը։ Եվ Իգնատյան նման հերթականությամբ 4-րդ երեխան հայրական ազգն է, 5-րդ երեխան մայրական, 6-րդ երեխան անկախ ինքն է որոշում կատարելու։ Դրա համար այդ տան մեջ ամեն երեխա տարբեր են իրենց էներգետիկայով։ Դա հենց դրա հետ է կապված։ Այնպես որ սիրելիներս, այժմյանից ովքեր որ նստած լսում են, ովքեր որ հետագայում լսելու են այս ձայնագրությունը, խելացի եղեք ձեր սերունդի համար լավ տոհմային ժառանգություն ստեղծեք։
մաքրեք ձեր տոմի, իսկ եթե կա նման տոմական անեստ, որ զգում եք, որ ձեր դեմը ճահիճ է, դուք առաջ չեք գնում, դուք պետք է անպայման այդ տոմական անեստից ձերբազատեք եւ ձեզ եւ ձեր երեխաներին, որպեսզի զրոյականանա այդ նեգատիվ էներգիան եւ դուք կարողանաք շնչեք, որպեսզի ձեր ծառը, ձեր ճյուղերը ծաղկեն եւ բդուղ տա։ Այսքանը սիրելիներս տոհմական ժառանգության մասին։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև on-line տեսասանքի միջոցով։ Հաջողություն, ստեսություն։